Անգուցալուծումը միանշանակ կանոնական կարգով է լինելու, մեր եկեղեցու կանոնական կարգով։ Այս քայլով Փաշինյանը ուզում է աշխարհին ցույց տալ, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ, բայց բոլորս Հայաստանում ապրողները գիտեն, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է եւ պայքարում է եկեղեցու անկախության դեմ։ Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն մեր հայաստանյան եկեղեցու arczepiskopos-ներից շատերը, որոնց ինչ որ աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի եւ ուժայինների կողմից։ Ճնշումների տակ են այսինքն։ Ես վստահ եմ։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում դա շատ կարևոր է մեր հանրության համար, որ պարզ լինի, պատկերացրեք, ինչքան մենք ամուր սրբազաններ ունենք, ինչքան մաքուր կյանքով ապրող սրբազաններ ունենք, որ անգամ այս կոմպրոմատների դարաշրջանում ոչ մի կոմպրոմատ չաշխատեց, ոչ մի քայլ սրբազանի դեմ, ոչ մի բան չկարողացան մեր սրբազանների դեմ գտնեին։ Դա ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան շատ խորքային հավատքով մարդիկ, ովքեր պաշտպանում են բոլոր կանոնական կարգերը։